Միացյալ Նահանգներն իր խոշոր նավերն ուղարկում է Վենեսուելայի ափերի մոտ, մասնավորապես Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին Կարիբյան ծով է ժամանել ամերիկյան USS Gerald Ford ավիակրի գլխավորած հարվածային խումբը։ Օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ արդեն գիտի, թե ինչ անել Վենեսուելայի հետ։ Ես կարծես թե որոշում եմ կայացրել, լրագրողներին ասել էր նա։ Մինչ Միացյալ Նահանգները նավեր է ուղարկում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Թրամփին խաղաղության կոչ է հղում Ջոն Լենոնի Imagine երգի միջոցով։ Խաղաղություն, 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 ամեն ինչ արեք խաղաղության համար։ Ինչպես Ջոն Լենոնն է ասել, չէ՞, ասել է Մադուրոն իր կողմնակիցների հետ հանդիպմանն ու սկսել երգել հայտնի ու սիրված երգը, որն այն մասին է, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը։ Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին ասել է, որ պետք է շատ աշխատել։ Նա նշել է, որ օրական քնում է ընդամենը 2-ից 4 ժամ։ Վերջերս նա նույնիսկ աշխատակազմի նիստ է նշանակել գիշերը ժամը 3-ին խորհրդարանական նստաշրջանին նախապատրաստվելու համար։ Հիմա ես քնում եմ մոտ 2 ժամ, առավելագույնը 4։ Զգում եմ, որ դա վնասակար է մաշկիս համար, ասել է Տակաիչին։ Վարչապետի հայտարարությունը հնչել է երկրի տնտեսական աճը խթանելու նպատակով աշխատողների համար արտաժամյա աշխատանքի սահմանաչափը բարձրացնելու քննարկումների ֆոնին։ Խորհրդավոր մահեր են գրանցվում Ստամբուլում, մասնավորապես Ստամբուլի Harbor Suites հյուրանոցը կապարակնքել են 3 զբոսաշրջիկի խորհրդավոր մահից հետո։ Նրանց մահվան պատճառը կարող է լինել սննդային թունավորումը։ Հյուրանոցը սակայն նման ծառայություն չի մատուցում եւ խոհանոց չունի։ Մեկ այլ վարկածի համաձայն զբոսաշրջիկների մահը կարող էր պայմանավորված լինել ջրի սարքի պարունակությունից թունավորմամբ կամ ոչ լավ ախտահանմամբ։ Հյուրանոցի հյուրերից 2-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ողբերգություն է տեղի ունեցել Կոնգոյում, հսկայական սողանքը ոչնչացրել է ապօրինի հանքը։ Նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է առնվազն 70 մարդ։ Փրկարարները որոնում են ողջ մնացածներին։ Մուրմանսկում ձնաբքի հետևանքով 2 նավ պոկվել է կայանատեղիից ու քշվել բաց ծով, նրանցից մեկը կողաշրջվել ու խորտակվել է, մյուսի գտնվելու վայրը պարզվում է։ Իռլանդական գյուղն էլ փոթորկի պատճառով պատվել է ծովի փրփուրով։ Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը։ Ciel Dubai Marina շենքը 377 մետր բարձրություն ունի։ Հյուրանոցն ունի 82 հարկ եւ 1004 սենյակ։ Շինարարության արժեքը կազմել է մոտ $544 միլիոն։